Ռոսել Խոզնադորի, այսինքն Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համատեղ ստուգումները շարունակվում են արդեն նաև ձկնաբուծական արտադրություններում։ Հայաստանի պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչը նշում է, առաջին դեպքը չէ, որ ռուս գործընկերները գալիս են մեր երկիր համատեղ ստուգումների։ Կոնկրետ այս ստուգման առիթով ասեմ ձեզ, մեր գործընկերները լիազոր մարմինը Ռուսաստանի Դաշնության հայտարարություն է արել, որում կասկածի տակ է դնում արտահանվող Հայաստանից Ռուսաստան արտահանվող ձկների ծավալների մասով, այսինքն արդյոք արտադրվում է այսքան ծավալի ձուկ թե ոչ, եւ բուն ձկների չափսերի հետ կապված տեքստում կասկած է հնչել։ Մտահոգություն կա, որ Հայաստանում այդքան ձուկ չի արտադրվում։ Այդ իսկ պատճառով պատվիրակությանը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրել է Հայաստան։ Շարունակում է վարչության պետը, որտեղում կասկածները փարատվեն, ամեն ինչ լինի թափանցիկ։ Այս ձկնաբուծարանի հետ սերտիֆիկացման դադարեցումը եղել է բանից ամսի 14-ից, մայիսի, այս ամսի 14-ից եւ մնացած արդեն շատ դինամիկ օպերատիվ կերպով կազմակերպվեց եւ կապը գործընկերների հետ եւ հրավերը եւ իրանց այցը այն կազմակերպությունները, որը Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմինը խնդրել է նաեւ ինսպեկցիա անել, հա, այս բան իրանց մասով որպես այդպեսին կասեցում չկա։ Ուղղակի ժամանակավոր խնդրել են սերտիֆիկացման դադարեցում մինչև ստուգման արդյունքները։ Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետն էլ առավել մանրամասն է ներկայացնում ստուգումների գործընթացը։ Վերահսկողության արդյունքում դիտարկվում է ամբողջ արտադրական process-ը, որի վերաբերյալ նաև դիտարկվում է փաստաթղթաշրջանառությունը, այսինքն ինչ փաստաթղթերով է շրջանառվում, ուղեկցող ինչ փաստաթղթերով է հումքը մուտք գործում արտադրամաս, հետագա process-ները, մաքրման, պահպանման, սառեցման եւ վերջնական արդեն շրջանառության ներկայացվող բոլոր փուլերում փաստաթղթավորումն է նայում։ Դրան համահունչ ուզում են նաև անվտանգության կառավարման համակարգով նախատեսված փաստաթղթաշրջանառությունը, որը հնարավորություն կտա իրականում վերջնական փաստի հետագծելիության համակարգը, այսինքն վերջնական արտադրանքը որտեղից հիմնաբանորեն որտեղից է եկել։ Հիշեցնենք, նմանատիպ ստուգումներ են զուգահեռ իրականացվում նաև ծաղիկների ջերմատներում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները նշում են, մինչև մայիսի 27-ը ստուգումները շարունակվելու են բուսաբուծական ու ձկնաբուծական ձեռնարկություններում։ Դրանից հետո միայն արդյունքները կամփոփվեն ու կհրապարակվեն։ Էմմա Վարդանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։